1 միլիարդ դրամի վնաս է հասցրել հունիսի 6-ի կարկուտը Ստեփանավանում։ Թիվը խիստ մոտավոր է, բնակիչների դիմումները փոխհատուցման համար դեռ շարունակվում են։ Հուլիսի 6-ից հետո ոչ մեկ լվոր չի եկել, բայց քաղաքապետարանից դիմումներ են ընդունում, որ հետո գան հաշվեն, փոխհատուցեն, բայց լվոր ոչ մեկ չի եկել։ Հունիսի 9-ի դրությամբ ավելի քան 1200 դիմում է ստացել Ստեփանավանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը։ Դիմումները հիմնականում վերաբերում են տանիքների, պատուհանների, ջրատաքացուցիչների և արևային կայանների վնասներին։ Բացի այդ, արձանագրվել է մոտ 650 ավտոմեքենայի վնաս։ Վնասի չափը նայեք, միջինացված եթե նայենք, ամեն տունը մոտ մի 150-200 քառակուսի, ասենք միջինը 1 միլիոնով են որ փոխեն տանիքը, միլիարդներն ասնում են, չգիտեմ, չենք անում, էլի գնահատում, ավելի շատ հավաքագրում է։ 20 րոպե տեղացած կարկուտը չի խնայել ոչ գույքը, ոչ գյուղացիների արած դրածը, ոչ էլ մարդկանց։ Գառնարած Արման Գալստյանը ոչխարներին էր արածեցնում բագեր կոչվող դաշտային հատվածում։ Նա մարմնական վնասվածքներ է ստացել, 41 ոչխարի թաղել են սանիտարական նորմերին համապատասխան։ Փորձում ենք վերականգնել առաջողություն ցույց տանք տարեցներին, ովքեր միայնակ չեն, ինքնուրույն հնարավորություն չունեն ինչ-որ մի բան անելու, բնակիչներին էլ առայժմ հորդորել ենք որոշակի ինչ-որ միջոցառումներ անեն տանիքները պահելու։ Մատների վրա կարելի է հաշվել այն քաղաքացիներին, որոնք ոչ մի վնաս չեն կրել հունիսի 6-ին։ Քաղաքապետարանն ըստ բնակիչների այս պահին առաջնահերթություն է տալիս տան ու մեքենաների վնասի փոխհատուցմանը։ Բերքը հլվոր տեղյակ չեմ ինչ կանեն, բայց դե բերքը ինչ չի թվում էլի, որ լրիվ կփոխհատուցեն, որտեղ մարդիկ կան միլիոնավոր դրամներ են դրել դրա մեջ, ջերմոցներ են սարքել ու հլվոր ոչ մի բան չեն արել։ Քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով հակակարկտային կայանների գործարկմամբ հաջողվել է խուսափել հարակից գյուղական բնակավայրերում խոշոր վնասներից, սակայն Ստեփանավան քաղաքը զգացել է կարկուտի հիմնական հարվածը։